Վերջերս սկսված աղմկահարույց ձերբակալությունների եւ կալանավորումների շարքում հասարակությունը գուցե չֆիքսեց, որ մի քանի օրում կալանավորվեցին երկու փաստաբաններ՝ Ալեքսանդր Կոչուբաևը եւ Ռուբեն Մխիթարյանը, որոնցից միայն մեկի խափանման միջոցը փոխեց դատարանը, քանի որ ծննդաբերությունից հետո կնոջ վիճակն էր խիստ վատացել։ Բազմաթիվ իրավապաշտպաններ նրանց նկատմամբ հարուցված գործերը գնահատեցին ապօրինի, իսկ նրանց հետապնդումը մասնագիտական գործունեությունով պայմանավորեցին։ Խնդիրը սակայն չի վրիպել ՄԱԿ հատուկ զեկուցողի աչքից։ Ես ողջունում եմ հայ փաստաբան եւ իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները եւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել հայ առաքելական եկեղեցու հոգեվորականների անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը։ Կոչուբաևի նկատմամբ քրեական գործեր հարուցվել եւ կալանքի որոշում էր կայացվել նրա Facebook-ում իրավապահներին ուղղված քննադատական խոսքի համար, որտեղ փաստաբանը կոշտ ձևակերպումներ էր կիրառել։ Մյուս փաստաբանի Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական հետապնդման եւ կալանավորելու որոշում է կայացվել Գյումրիում ցույցի ժամանակ ոստիկանների եւ ցուցարարների միջև քաշքշուկի ընթացքում բախումը կանխելու նրա փորձերից հետո։ Բոլոր հնարավոր օբյեկտիվ ապացույցներով պաշտպանական կողմը հիմնավորում է Ռուբեն Մխիթարյանը որևէ հակաօրինական գործողություն չի անում այդ ցույցերի ժամանակ, դեռ մի բան էլ փորձում է իրացնել իրավապաշտպանի իր գործառույթը, կանխելով ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժն ու բռնություն։ Իրավապաշտպանների կարծիքով սրանք փաստաբաններին հետապնդելու առանձին դեպքեր չեն, ընդհանուր պրոցեսի մաս են, որը տարիներ առաջ է սկսվել, եւ դրա մեկնարկի մասին էր այն ժամանակ բարձրագույն դատական խորհրդի նախագահի ելույթը։ Մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, այսինքն վետինգը պետք է ներառի ամբողջ դատա իրավական համակարգը։ Փաստաբանական համայնքի ճնշման միջոց է համարվում նաև այս տարվանից տվյալ դաշտում իրականացված հարկային փոփոխությունը, որը չի ապահովում էական մուտքեր բյուջե, փոխարենը ստիպում է փաստաբաններին թանկացնել իրենց ծառայությունները, ինչն էլ նշանակում է, որ շատ քաղաքացիների համար դրանք այլևս անհասանելի են դառնալու։ Փաստաբանների հարկային ռեժիմը խստացվեց առանց որևէ պատճառաբանություն բերելու, որը մոտ 6 անգամ ավելացրեց փաստաբանների հարկային բեռը։ Այստեղ իհարկե միջին վիճակագրական քաղաքացու մոտ կարող է հարց առաջանալ. իսկ ինչու հենց փաստաբաններին, ինչով են նրանք սեղմել իշխանության ներկայացուցիչների ոտքը։ Իրավաբանների տեսանկյունից պատճառն իրենց գիտելիքներն են եւ օրինականություն ապահովելու փաստաբանների բնական ձգտումը։ Փաստաբանը չի կարող լռել, երբ տեսնում է որևէ անարդար վերաբերմունք կամ որևէ հակաօրինական գործունեություն։ Ճիշտ, այնպես ինչպես լրագրողները։ Ուստի մեծ է իշխանությունների գայթակղությունը ճնշելու այդ ազատ եւ մասնագիտական խոսքը, որը կարեւոր է։ Մասնագետներն իրենց ենթադրությունը հիմնավորում են նաեւ այն փաստով, որ նախորդ տարիներին գրանցվել է աննախադեպ բան՝ իրավապահների կողմից փաստաբանների նկատմամբ բռնության 2 դեպք, որի արձագանքը բավականին ուշ է եղել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։